Բարևներ, իմ շատ սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչով եք զբաղվում։ Ես շատ լավ եմ, սիրելի հետևորդներ, լավ եմ, տրամադրությունս բարձր է, նորմալ է, իմ նման, այսպես ասած, կարճ և կոնկրետ, իմ նման եմ, սիրելի հետևորդներ, և շարունակում եմ մնալ իմ նման, սիրելի հետևորդներ։ Այսօր երկուշաբթի է, բայց ոչ եռուզեռային երկուշաբթի, սիրելի հետևորդներ, ինչու ոչ եռուզեռային, արդեն դուք բոլորդ գիտեք, որ մեր դպրոցներում մեկ շաբաթյա հանգիստ է, գարնանային արձակուրդ է, այդ իսկ պատճառով է, այսօր երկուշաբթի մի քիչ խախանդ է անցել, սիրելի հետևորդներ, որովհետև մենք ունենք բազմաթիվ դպրոցներ, որ առավոտյան պետք է արագի մեջ հասցնել, որպեսզի դպրոցներում հանկարծ դասամիջոցի ժամին չուշանանք, այդ իսկ պատճառով տեղի է ունենում առավոտյան խառնաշփոթ, եռուզեռ, այսպես ասած, շունը տիրոջը չի ճանաչում մեզ մոտ առավոտյան ժամը 6-ից, մինչև ժամը 11-ը մեր մոտ լինում է եռուզեռ։ Այսօր արի ու տես, խախանդ էր, թեթև էր, համ աշխատակիցները մի փոքրիկ հանգստացան, համ ճիշտ ասած, ես էլ սիրելի հետևորդներ, այսօր ուշ եմ վեր կացել, ուշ եմ գնացել աշխատանքի, բայց աշխատել եմ բավականին շատ։ Լավաշի տեղում ավարտել եմ աշխատանքները և գնացել ենք ման գալու, ուր ման գալու, խանութներով ման գալու, որպեսզի մեր հաճախորդներին առաջարկենք հաց և լավաշ տակ-տակ թխվող, տեսնենք ինչքանով կկարողանանք մտնել շուկա, սիրելի հետևորդներ, աշխատանքներ էին կատարում առավոտից և փառք Տիրոջը շատ գոհ եմ, շատ լավ վերադարձել ենք տետ։ Բավականին մեծ թվով խանութներ ենք ձեռք բերել, որոնք ուրախացան, շատ լավ ձևով ընդունեցին մեր ապրանքը և հույսով եմ, որ կաշխատեմ երկար ժամանակ։ Այնպես որ, սիրելի հետևորդներ, նոր մի քիչ առաջ եմ վերադարձել, բայց արագորեն, շտապ եկել եմ տորթերի տուն, հագել եմ համապատասխան զգեստս և եկել եմ խոհանոց, որպեսզի կապնվեմ ձեզ հետ և ասեմ, թե ինչ եմ որոշել այսօր պատրաստել ձեզ համար։ Ինչ որ պատրաստելու եմ, սիրելի հետևորդներ, ես շատ եմ սիրում այդ թխվածքը, շատ։ Եթե լինեն մի քանի տեսակի թխվածքներ դրված միտեղ, ապա ես կտրեմ միանշանակ Միկադոն, իմ ամենասիրելի թխվածքն է, սիրելի հետևորդներ, և բավականին լավ է ստացվում, և հաճախորդները պատկերացրեք տանում և շատ գոհ են, և մեծ թվով պատվերներ եմ ստանում, հատուկ հենց Միկադոյի վերաբերյալ եմ ասում։ Հիմա ուզում եմ իմ պատրաստման պրոցեսը կիսվել ձեզ հետ։ Սա իմ տարբերակն է, սիրելի հետևորդներ, կան Միկադոյի միլիոնավոր բազմաթիվ տարբերակներ, բայց ես ընտրել եմ այս տարբերակը, որովհետև համ արագ է, համ մատչելի է, համ շատ համեղ է ստացվում, սիրելի հետևորդներ։ Ես որ մի բանը ներկայացնում եմ ձեզ, այսինքն ես մի քանի տարբերակ փորձում եմ և ընտրում եմ ոսկե միջինը, այսինքն որն է լավ ստացվել և որով կարող եմ շարունակել իմ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով ես ձեզ ներկայացնում եմ ստացված տարբերակներից մեկը, սիրելի հետևորդներ, գնացինք։ Ինչ ենք անում Միկադո ստանալու համար։ Ես մինչև անցնեմ ձուն հարելուն, ես նախօրոք թթվասերը, սիրելի հետևորդներ, 150 գրամ թթվասեր եմ նախօրոք վերցրել, թթվասերի մեջ ավելացնելու եմ 1 թեյ գթալ սոդա, 1 թեյ գթալ սոդա եմ ավելացնում և սկսում եմ խառնել, մինչև որ սկսում եմ խմորը պատրաստելը, առաջի աշխատանքս կատարում եմ սմետանը, այսպես խառնում եմ սոդայով
եւ դնում եմ մի կողմ, սիրելի հետևորդներ, եւ անցնում եմ խմորը պատրաստելուն։ Օգտագործելու եմ ընդամենը 1 ձու։ 1 ձուն կոտրում եմ ամանի մեջ, ավելացնում եմ 150 գրամ շաքարավազ, ավելացնում եմ 200 գրամ կարագ, մի փոքրիկ վանելին, անուշլինի վանելինն եմ ես օգտագործում, ամենաշատը դա եմ սիրում, սիրելի հետևորդներ, անուշլինի վանելինի համը ինձ մի տեսակ շատ է դուր գալիս ու սենց տեղը տեղին ա լինում համը, ավելացնում ենք վանելինը, որպեսզի խմորն էլ ինքը ուտելու սենց անուշ համ գա խմորից եւ սկսում եմ ձեռքի միքսերով հարել, էլ են մեծ միքսերը չեմ օգտագործում, որովհետեւ մեջը կկորի էլի, այս մի հատիկ ձուն հաստատ մեծ միքսերի մեջ կկորի, դրա համար էլ օգտագործում եմ ձեռքի այսպիսի միքսեր, հարում եմ, տոտից է լավ, մեր հարիչը, այսպես հարեմ, այնքան ոչ որսս մի թեքր հարվի և կպնի իրար, պետք չի ես ինչ անել, այսքան, այսպես հարվում է այս կարգի, սիրելի հետևորդներ, մինչև հարվեց նաև տեսեք թթվասերը թե իր ձև է եկել արդեն ուռե պճպճում է ու ավելացնում եմ այդ մասային։ Ավելացնում եմ, կողքերը մի հատ սենց անեմ, որ կարակն էլ հետը գա ու սկսեմ մի հատ էլի թեթև հարել ձեռքի հարիչով այնքան որ բոլորը իրար հետ խառնվի արդեն իսկ խառնվեց իրար, հարիչը դնում ենք մի կողմ, որովհետև մեզ այլևս հարիչ պետք չի գալու, մնացած բոլոր աշխատանքները պետք է կատարվի ձեռքով, հեսա ես ալյուրը կավելացնեմ և ձեռքով կսկսեմ խառնել ու տեսնենք, թե ինչ խմոր ենք ստանալու, խմորը պետք է լինի պլաստիրինի խտության խմոր, սիրելի հետևորդներ, որպեսզի կարողանանք համ հեշտորեն բացել, համ շատ պինդ չլինի, սենց չսկսի կողքերը կտրատվել, այդ պատճառով էլ ալյուրը ավելացնում ենք քիչ-քիչ, հասկանալով նորից ա ուզում, էլի ենք ավելացնում, ես այստեղ ալյուրը վերցել եմ նախորոք մաղած, սիրելի հետևորդներ, ալյուրը անպայման մաղեք, որովհետև մաղած ալյուրը ոչ թե միայն մաքրության համար է, այլ ինչքան ալյուրը մաղվում է, այնքան խմորը լինում է պուշիստի սենց ուռած, այնքան թեթև, դա մաղելու հետ է կապված, անպայման կմաղեք, սիրելի հետևորդներ, ես էլ այսպես ձեռքերս բարձրացնեմ շորս ու սկսեմ պատրաստել մեր հրաշք միկադոյի խմորը։ Ավելացնում եմ նախորոք մի քիչ, չափը չեմ նշում, սիրելի հետևորդներ, որովհետև չափը, հենց ինքը չափը, դու պետք է հասկանաս ալյուրը լցնելուց։ Ես հիմա կարողա ձեզ կոնկրետ չափ նշեմ, ասեմ 2 բաժակ, դուք լցնեք ու տենաք թույլա կամ բինդա չլինի։ Խմորն ալյուրն ինչու չեմ նշում, դա դուք պետք է հասկանաք ձեռքի տակ օգտագործելուց։ Ալյուր մի քիչ ավելացրեցի, հիմա սկսեմ խառնել, հետո կհասկանամ, թե ինչքան ալյուր եմ նորից ավելացնելու։ Սիրելի հետևորդներ, երևի հիմա նայեք ու կհասկանաք, որ այսօր ես էլի նույնպես նորից մենակ եմ խոհանոցում, փակված խոհանոցում, ամուսինս այստեղ չի, որ խանութով զբաղվի, իսկ խանութում առքուվաճառքով զբաղվում է Հայկը ու չի կարողանում գա ինձ նկարահանի, ասել եմ ոչինչ Հայկ ջան, դուք մնա խանութում, ես մի կերպ գլուխ կհանեմ առանց քեզ,
Հիմա հեսա կպատրաստեմ, երբ որ արդեն գնամ խանութում, արդեն իսկ հայկը կնկարի և կշփվենք, բայց դե ոչինչ, մենակ էլ կանեմ նկարահանումը, եթե այդպես է պահանջվում։ Տեսեք, թույլ է ինքը, այսինքն մենք նորից պետք է ավելացնենք ալյուր, բայց այս անգամ, երբ որ ավելացնեմ ալյուրը, պետք է ձեռքով խառնեմ, որովհետև արդեն ինքը ուզում է ձեռքի խառնել։ Ձեռքով ամենաճիշտն է, դու հասկանում ես խմորի խտությունը, ինչ կարգի է, ինչքան պետք է ավելացվի, ձեռքով շատ ճիշտ է։ Ինչքանով էլ որ գթալով խառնես, միևնույն է, չես հասկանում։ Հիմա մի քիչ էլ ալյուր պետք կգա իմ կարծիքի։ Կանեմ։ Ես շերտերը պատրաստում եմ սպիտակ գույնով։ Կակաո բան չեմ ավելացնում խմորին, որովհետև ես սպիտակով եմ անում, ինձ սպիտակն են դուր գալիս շերտերը։ Երբ որ սպիտակ շերտեր եմ անում, կարիշնիվի գույնի էլ կրեմը հեսա կպատրաստեմ, շատ սիրուն է նայվում սպիտակ, կարիշնիվի, սպիտակ, կարիշնիվի շատ սիրուն է նայվում։ Մի քիչ էլ ալյուր անեմ ու հեսա կլցնեմ սեղանին ու կսկսեմ սեղանի վրա տրորել, հատենց ավելի ճիշտ է լինում։ Ավելի ճիշտ ես հասկանում, թե խմորը ստացվել է, թե չէ։ Այսպես, մի քիչ խմոր ալյուր անեմ տակը և խմորս լցնեմ սեղանին։ Ու սկսեմ հեսա ունցել։ Այ ոնց էլ չեմ սիրում, որ խմորը կպնում է ձեռներիցս, բայց դե էտա։ Այսպես, ոնց որ թե ինձ թվում է, որ նորմալ է, ոչ մի բան ավելացնելու կարիք չկա։ Ես արդեն խմորը երբ որ սկսեցի ձեռքով տրորել, արդեն հասկացա։ Դա սովորություն է դառել սիրելի հետևորդներ, մինչև ձեռքով խմորը չեմ ձեռտալի տրորում, չեմ կարողանում հասկանալ խմորը եղել է թե չէ։ Ես հասկացա, որ արդեն իսկ պատրաստ է։ Հեսա մի փուջուրել բունցրեմ, լավ տրորեմ, որպեսզի գլատկիանա, էլաստիկանա, ու նոր արդեն կսկսեմ բաժանել գնդերի և սկսել թխել։ Ես բոլոր գնդերը բաժանում եմ միահավասար չափերի, որովհետև դա ճիշտ է։ Եթե գունդը լինում է մի չափի, ապա քաշն էլ, ձևն էլ, չափն էլ բոլորը լինում է համաչափ։ Դրա համար է ես անպայման խմորը կշռում եմ։ Ոնց որ լավ խմոր ստացանք, շատ լավն է։ Տեսեք խմորը ոնց ասել սեղանին մի ձեռքով էլ եմ այսպես անում, մի ձեռքով։ Ոչ կպնում է սեղանին, տեսեք ոնց է այդպես պետք է հասկանաք, երբ որ խմորն այսպես պտտում եք ու չի կպնում սեղանից, նշանակում է, որ խմորը արդեն իսկ պատրաստ է։ Ստացել եք այս տեսակի փափուկ, սիրուն, ընտիր, շատ լավ խմոր սիրելի հետևորդներ։ Հեսա մի փոքրիկ թողեմ սենց հանգստանա ու կտրեմ, մի փուջուր։ Հետևորդներ, հեսա կշռեմ, միացնեմ կշերքը, ամեն մի գունդը ես կշռում եմ 100 գրամ։ 100 գրամով ինքը նորմալ, շատ լավ չափ է լինում, միկադոյի շերտերը ստանալու համար, այսպես անում, կշռում և շարում եմ, և տեսնենք, թե հեսա քանի գունդ ենք ստանալու, շատ հարմար բան է, սիրելի հետևորդներ, պատկերացրեք, այդքան շատ բաներ դեմ է չտեսանք, չգնաց մի հատ զույա ընդամենը 200 գրամ կարալ, թվված է շատ քիչ պարագանել ու բավականին շատ դուրս է գալիս ու շատ համով թխվածք է։ Ես շատ սիրում եմ, շատ համով է, հեսա գնդեմ ու սկսեմ բացել ու ձեզ ցույց տամ, թե ոնց եմ ես այդ պրոցեսը կատարում։ Չագարեգին, խոհանոցում հյուր ա եկել, սիրելի հետևորդներ, եկել ա կողքս կանգնելա, բայց չեմ կարում հետը շտպվեմ։
Գարու, արի գրտնակ արա, արի բացի, օգնի, կանգնե նայելու մեզ, Միկադո սիրում ես գարու։ Խի։ Խի։ Բայց գիտես ինչն է։ Ասում հո։ Հեսա մի հատ։ Գնդեմ տենամ քանի հատա, գարու։ Գնդեմ տենամ քանի հատա։ 2, 4, 6, 8, ինձ թվում է 10, պատկերացնեք, որ անեմ ու ես մեկի կողք պաներից էլ համվի 2 հատ պատրաստի միկադոյա լինելու, ես ամեն մի միկադոն անում եմ 6 շերտով, ստեղ արդեն 2, 4, 6, 8, 10, 12 շերտ ենք ունենում, սիրելի հետևորդներ, 2 հատ պատրաստի միկադոյ եմ ստանալու, խմորը, բացենք խմորը, տեսնենք ոնց է բացվում, ընդհանրապես ասում են, որ գրտնակովի խմորները շատ դժվարությամբ է բացվում, թխվում, բայց ես ստեղ ոչ մի դժվարություն չեմ տեսնում, շատ հավեսով, շատ լավ բացվում է, խմորը ոչ կրճում է, ոչ խնդիր առաջացնում, յուսին, իմ համար կոնկրետ միկադոյի խմորը բացելը շատ նորմալ պրոցես է, շատ հեշտ է աշխատվում է, հելը գրտնակը չկպած շերտերը բացվում են, շատ հեշտ, ինձ թվում է լրիվ նորմալ է այս չափը, ինչ եմ անելու, այսպիսի մի հատ սենց կլոր բան եմ դասնում տորթի տակդիրա, այսպես դնելու եմ, այս չափը լրիվ նորմալ է, որպիսի համաչափ լինի, դնում եմ և այսպես գործիքով կողքերը պտտվում եմ, կտրում եմ, ինձ և ստանում եմ ինձ պետք չափը, կողքերից հեռացնում եմ ավելորդ խմորը, հետո վերջում հավաքում եմ, էլի գունդ եմ թխում, այսպես վերցնում եմ, որպիսի չուրի կամ ինչ-որ պատեն չկպնի, այսպիսի ծակող գործիքով վրայով անցնում եմ, այսպես, որպիսի ավելորդ փուչիկներ չլինի, ինչով եմ չքցում փեջի մեջ, այսպիսի, սիրուն, մերժավի, լավ պատկա ունեմ, նախատեսվածը լամաջոների, այս տեսակի խմորներ թխելու համար, այսպես դնում եմ վրեն և գցում եմ թխվելու քարի վրա, ես թխում եմ լրիվ քարի վրա, սիրելի հետևորդներ, մինչև կթխվի, բացում եմ հաջորդը ու այսպես շարունակ, բայց ասեմ, որ ես միկադոյի շերտերը ունեն նրբություն ինչ առումով, երբ որ թխվում հանվում է, վրան պետք է դրվի տախտակ և վրան ծանրություն, որպեսզի շերտերը իր դիրքը ֆիքսեն։ Իսկ եթե այդպես չես անում, չորանում է ինքը մի տեսակ տարօրինակ և չես կարողանում կրեմը վրան նորմալ քսել։ Այնպես որ պետք է այդ տեսական եմ, հեսա որ հանեմ, ցույց կտամ ոնց եմ անում։ Տեսեք ինչքան հեշտությամբ է բացվում։ Մի հատ գրտնակը չեմ քսել, արդեն իսկ պատրաստ է։ Շատ հեշտ։ Ու արագ։ Հիմա տեսնենք թե ինչ վիճակում է։ Օյ, այնքան է սիրուն, ցենց պուկպճակներ ա տվել։ Շատ լավ է։ Անում ենք նույն ձևով։ Դուք եք կարող եք այսպիսի աման վերցնել, սա թխվածների համար նախատեսված ամաններ է, տակդիրներ է, որպեսզի թխվածքի տակը դրվի, շատ հարմար է, այսպես վերցնեցին, համ չափը եղավ կլոր, համ շատ սիրուն, հիմա տեսնենք թխվել է և հանեմ, տեսեք հանեցի, մի հատ նայեք, խնդրում եմ, թե ինչ տեսակի միկադոյի շերտ եմ ստացել, մի հատ խնդրում եմ, սենց մոտիկից է նայեք, տեսեք, թե ինչ ձևի, սենց սիրուն, կարմիր, պղպճակներով սիրուն միկադոյի շերտ եմ ստացել, անում եմ, այսպես դնում եմ, ոնց եմ անելու, այսպես դրեցի, վրան դնում եմ մի այսպիսի տախտակ, որպիսի իրան պահի և այսպես պետրով, որի մեջ ջուր եմ լցրել, մի քիչ կեսով չափ, ուսս դնում եմ վրա, որպիսի ծանրություն ունենա, ու սկսում եմ այսպես հերթով թխել
Շարունակ, հիմա արդեն գցել հաջորդ շերտը, էլի նույն ձևով այդպես հանելու եմ, բայց չծակծկեցի, մի հատ պարտադիր սրանով ծակծկում եք, իսկ եթե սենց բան չունեք սիրելի հետևորդներ, պատարագաղով անպայման ծակծկեք, որպեսզի փուչիկներն լինեն համահոտ, եթե չէ, սենց ուռումը համեղ խմորն է կարճանում, երբ որ ուռում փուչիկ ա տալի, քո խմորը ավտոմատ փոքրանում ա, դա նպաստում է, որ դիրքը մնա նույնը։ Այս գցեցինք մեջը և թողնենք թխվելու։ Սիրելի հետևորդներ, թխել եմ շերտերը, վերջացրել եմ, այսպես սիրուն շարել եմ իրար վրա, տեսեք թե ինչ սիրուն, կարմրաթույր, սիրուն լավ շերտեր եմ ստացել, զգուշությամբ այ բարձրացնեմ, տեսեք այնքան փխրուն է, որ պոկվում է, այսպես նայեք ինչ հետաքրքիր։ Հետևորդներ, պատրաստեմ կրեմը, վերցրել եմ 300 գրամ կարագ, հարեմ, մի քիչ թուլացնեմ, հետո ավելացնեմ խտացված կաթը։ Էրիքա, հիմա այն խտասած կաթ ավելացնեմ, եփած խտասած կաթ եմ օգտագործելու, որովհետև կրեմը պետք է ստանամ լրիվ կարիճնիվի գույն, սիրելի հետևորդներ։ Մի փոքրիկ էլ ավելացնեմ, որովհետև շերտերը շատ են, թող կրեմն է շատ լինի, որպեսզի հերիքի։ Այսպես, մի փոքրիկ այնքան որ հարեմ իրար կպնի, հետո կավելացնեմ կակաոն։ Այնքան պինդ է խտասած կաթը, որ դժվարությամբ է հարվում։ Այստեղ հոգ չի, պահենք մի քիչ թափվի։ Վերջ ավելացնում ենք կակաոն, շատ հետևորդներ կան, որ գրում են, որ միանգամից խտասած կաթը երբ որ լցնում եք չի շաղվում կամ ոչ մի բան չի լինում, սիրելի հետևորդներ, պետք է երկուսն էլ, կարագն է, խտասած կաթն է լինեն նույն ջերմաստիճանի, եթե կարագը սառը լինի, դուք հարեք մի թեթև ու ավելացնեք խտասած կաթը անպայման կշաղվի, պետք է լինի նույն սենյակում թող գտնվի, թե խտասած կաթը, թե կարագը, երբ որ դրանք իրար հետ խառնում եք այդ ջերմաստիճանով, տեսեք ես մի անգամից լցրեցի ձեր աչքի առջև ու խառնեցի ու ընդհանրապես չի շաղվում ու հիմա ավելացնելու եմ 3 ճաշի գթալ կակաո ու սկսեմ խառնել։ Ուրեմն այս ամանի մեջ կրեմը շատ լավ է լինում, սիրելի հետևորդներ, դրա համար ես վերցնում եմ այս տեսակի պետրոմ, շատ լավն է լինում, ինչքան աման ունեմ, Շուշից, Ներժավից, փորձել եմ, ոչ մեկի մեջ սենց հաջող չի լինում, ուրեմն ինքը պլաստմասայից է ու շատ ու խորոտ է, այդ պատճառով ոչ կակաոն է դուրս գալի մեջից, ոչ էլ կարագն է լինում, թափում, շատ հաջող է ստացվում, ինձ հարմար աման է։ Շատ հետևորդներ կամ կան մարդիկ, որ գրում են, որ ամանը այդ տեսակը ինձ հարմար է կրեմի համար, սիրելի հետևորդներ։ Ես շատ ուրիշ ամաններ եմ փորձել, բայց այս տեսակի հարմար ամաններ կրեմի համար շատ հաջող է։ Պատրաստել արդեն հավաքել շերտերը։ Ընտրեմ նախորոք մի հատ ավելի մեծոց շերտ, տեսեք, այսպիսի շերտեր ունեմ, սիրելի հետևորդներ,
երկու կողմն էլ ինձ սիրուն արջելի կարմիրը զգուշությամբ դնելու են, որովհետև շատ փխրուն են, ուզում եմ կրեմն է ձեզ ցույց տամ, տեսեք ինչ տեսակի կրեմ եմ ստացել սիրելի հետևորդներ, շատ լավ են, ոչ մի շաղվածություն, ոչ մի ավելորդ բան, ոնց եմ հավաքում, մի փոքրիկ, այսպիսի մի փոքրիկ սենց կրեմ, կսում եմ սենց տախտակին, որպեսզի առաջի դրած շերտը կպնի տախտակին և տեղաշարժ չգրանցվի, գնացիք, այսպես դնում եմ, ձեռքերով սենց մի հատ սեղում եմ, որպեսզի կպնի ու սկսում եմ կրեմը հավաքելով գալ, մի հատ այս չափի կրեմ լցնեմ, ստիրում եմ շերտերի կրեմը շատ լավ լինի, տեղը տեղին, որպեսզի համը զգաս ուտելուց։ Հիմա ես որ սենց անում եմ, չէ, ոնց որ նուտելա վրան էլ միքսված, այդքան հաջող կրեմ է ստացվել, շատ համով է լինում ես կրեմը Միկադոյի, արտակարգ, ընդամենը տեսակ կարագ, խտացված կաթ և կակաո, ու պատրաստ է մեր Միկադոյի կրեմը, այսպես սկսեցի, այսպես, ոչ միտեղ բաց չենք թողնում ու վերցնում ենք հաջորդ շերտը, նույն ձևով հաջորդ շերտը տեղադրում ենք վրան, այսպես դնում եմ էլի ձեռքերով, սենց մի քիչ սենց թույլ որ չփշրվի, սեղմում եմ, որ մեկը մեկին կպնի ու նորից այսպես կրեմապատելով շարժվում ենք առաջ, բավականին սառել էր շերտերը, ես այդ հույսը չունեի, որ կսառի, ասի սպասենք մի փոքրիկ բան անեմ, վերցրեցի որ շերտը որ պետք է պատրաստեմ, այսպես փռեցի սեղանին ու արագորեն շերտերը սկսեց հովանալ։ Եվ դա ինձ օգնեց, որպեսզի ես կարողանամ հիմա հավաքել շերտերը, թե չէ մի պահ մտածում ասում էի կարողա թողնեմ վաղվան շերտերի հավաքելը, բայց հետո փոշմանեցի։ Ոնց են ասում մեր մեծերը հնույթ եկած խոսքը, այսօրվա գործը վաղվան մի թողի, այդպես որ ես այդպես եմ անում, այսօրվա տորթս վաղվան չեմ թողնում։ Շարունակում ենք հաջորդ շերտը, հաջորդ մեր հիանալի արտակարգ շերտը եկավ, նորից ամուր այսպես, արեցինք, հիմա Ստեփանավանում իմ Միկադոյի հաճախորդները, որ գալի գնում են, հիմա այսա վիդեոյում կտեսնեն, թե ինչ շախով շուխով պատրաստում եմ ու վաղը նայեք առավոտյան գալիս են գնելու, թե վիդեոյում տեսել ենք Միկադոտ, վիդեոյում տեսել ենք ու այդպես գալիս են սիրելի հետևորդներ։ Ես միայն ուրախ եմ, թող իմ հաճախորդը, սպառողը շատ գոհ լինի, ես կթխեմ, թող այդպես լինի։ Եթե մի բանը գոհ են լինում, հավանում են, ես անչափ ուրախանում և ոգևորված շարունակում եմ առաջ, անկախ դրանից, թե ինչ աստիճանի հոգնած եմ, մեծ եռանդով աշխատում եմ սիրելի հետևորդներ։ Հիմա ես ահավոր հոգնած եմ, բայց իմ կողմից մի հատ տրտնջան նկատեցիք, ոչ, մեծ սիրով անում եմ և անում եմ յուրաքանչյուր աշխատանք մեծ սիրով։ Եկանք մյուս շերտը, ենքան սենց անելու եմ մեկ ընգնի կոտրվի ու լինենք խայտարակ, չէ, չի կոտրվի մեր հրաշք Միկադոն, որովհետև բազմա թիվ հաճախորդներ են սպասում Միկադոյին։ Տեսեք, ես շերտեր արեցի սպիտակ, իսկ կրեմը անում եմ կարիշնիվի, կտրվելուց էլ ենքան սիրուն է երևում, սպիտակ կարիշնիվի շատ հաճելի է լինում, կամ որ շերտերը անում են կակաոյով, բայց ես չեմ սիրում։ Առհասարակ ես տորթեր կարիշնիվի տորթերի սիրահար եմ, կարիշնիվի բիսկվիտ, բայց արեք ու տեսեք, որ Միկադոյի շերտերը սիրում եմ սպիտակ։ Այսպես, լավ հաստությամբ տարածում ենք, հետո ես շոկոլադն եք ձյորք ենք ու
լրիվ պատրաստ է։ Եկավ հաջորդ շերտը, նորից ամուր սեղմում ենք, կպտում է, եթե մի շերտը մի քիչ հետ առաջ փոքր չի խանգարում, նես չի, որ դա տորթին ինչ-որ բան է խանգարելու կամ ոչ մի խնդիր։ Այսպես, մենք կրեմով բերելու ենք բոլորը դարձնենք համաչափ։ Այսենց, առավոտյան ես էլ կամ աշխատավայր, մի կտոր թխվածքով սուրճ խմեմ, նոր անցնեմ մյուս աշխատանքներին։ Այսպես և մոտենում ենք վերջի շերտին։ Այսպես դրեցինք մեր վերջի շերտն է, տեսեք բավականին մեծ հաստություն ունի շերտ մեր Միկադոն, ահագին հաստ է, 6 շերտ է և լրիվ նորմալ է, լրիվ։ Ու այսպես կրեմապատում ենք վերջի շերտն էլ ու հետո էլ հեսա շակալաթը կտյորկեն և վերջ և պատրաստ է մեր հրաշք Միկադոն։ Կրեմն էլ է շատ լավ տարածվում է, ինքը վաբշե խմորը, որ սենց փխրուն խմոր է, վախենում ես, որ կփշրվի, բայց ալիուտես ոչ մի բան չի լինում, շատ լավ է լինում, չանգամ չի էլ մի փոքրիկ ծայրն է չի կտրվում, տեսնում եք էլի ձեր աշկի առաջ պատրաստում եմ։ Այսենց, ես ասիրում կողքերն է շակալատապատ եմ, շակալատը բերեմ մոտիկ և սկսեմ տյորկել։ Շակալատը այսպես մանր տյորկում եմ տորթի վրա, այսենց տյորկելով գնում եմ, այս փոքրիկ տյորկան այնքան հարմար է, սիրելի հետևորդներ, շատ հարմար է, այսպես փոքր հատուկ նախատեսված է թխվածքի համար, որ մասը ուզում ես, որ շակալատը տյորկես, այդպես տանում ես մոտիկ և շատ հեշտությամբ տյորկվում է, այսպես տարածելով, սիրուն, արագ տյորկելով, տարածում եմ ամբողջ տորթով մեկ։ Հեսա երեսը վերջացնեմ, կողքերն եմ մի աննշան, թեթև կշակալապատեմ ու լրիվ պատրաստ կլինի մեր Միկադոն։ Տեսնում եմ, որ հատվածում է բաց թողում, այնտեղ եմ տանում տյորկելու։ Երևի թե վերջ, սիրելի հետևորդներ, տեսեք այ այսպիսի տեսք ստացա, շատ լավն է Միկադոն, շատ սիրում եմ։ Ցավոք սրտի հիմա չեմ կարող կտրել, որպեսզի կիսվեմ արդյունքներով, թե ինչ հետաքրքիր շերտեր ունի, չեմ կարող, որովհետև նոր եմ կրեմապատել, շերտերն իր շատ փխրուն է, կրեմը նոր եմ գցել, եթե ես սկսեմ կտրել, ապա ամբողջովին այսպես ջարդու փշուր կլինի և իր իսկական իդեալական տեսքը չի երևա։ Դրա համար էլ սիրելի հետևորդներ, վաղ առավոտյան, երբ որ ես գամ աշխատանքի, արդեն կսկսեմ կտրատել, սիրուն կկտրատեմ ու անպայման նկարահանում կանեմ ու ձեզ ցույց կտամ, թե ինչ տեսք ունի Միկադոն։ Հույսով եմ դուր եկավ, սիրելի հետևորդներ, դուք էլ փորձեք իմ բաղադրատոմսով, այնպես ինչպես ես եմ պատրաստում, դուք էլ կարող ունենաք բազմաթիվ տարբերակներ, բազմատեսակ, բայց կուզենամ, որ փորձեք մի հատ էլ իմ տարբերակով և հասկանաք, թե ինչ տեսակի թխվածք եմ ձեզ առաջարկում։ Հաստատ փորձած միջոցով, փորձել եմ բազմաթիվ անգամ, շատ եմ փորձել, անում եմ այս մի տեսակը ու ինձ շատ բավականին դուր է գալիս, սիրելի հետևորդներ, այնպես որ խորհուրդ կտամ փորձեք,
անեք այս ձևով, ոնց որ ես եմ պատրաստել, եւ արդյունքները ցույց տաք ինձ կամ գրեք մեկնաբանություններում, թե ինչ տեսակի միկադո եք դուք ստացել, սիրելի հետևորդներ։ Այսօր այսքանը, վաղը արդեն ես ցույց կտամ արդյունքը, այսօր այսքանը, ձեր հետ Գոհարն էր Ստեփանավանից, որը ձեզ շատ է սիրում եւ սիրելու է անչափ եւ սպասում եմ երբ եմ միանալու ձեզ, որպեսզի շփվեմ ձեր հետ եւ նորանոր բաղադրատոմսեր առաջարկեմ ձեզ։ Մնացեք Աստծով, ձեր հետ Գոհարն էր։